Խոսքը մի բան անդրադառնամ խոսքի ուժին եւ խոսքի զորությանը։ Աստված ամենասկզբում սիրել մենք տեսնում ենք երկրի վրա Աստծո հոգին շրջում էր։ Առաջի բանը, որ մենք տեսնում ենք երկրի վրա Աստծուն անելուց, նրա հոգին շրջում էր։ Սակայն ոչ մի բան տեղի չէր ունենում, թեպետ ներկա էր Աստված, ներկա էր եւ նա շարժվում էր, բայց ոչ մի գործողություն տեղի չէր ունենում երկրի հետ։ Մինչև այն պահը, երբ որ Աստված որոշեց խոսի, ամեն ինչ սկսեց կյանքի կոչվել Աստծո խոսքի պատճառով։ Եղավ Տիրոջ խոսքը, հնչեց Տիրոջ խոսքը եւ սկսեց ամեն ինչ կենթանանալ եւ իրողություն դառնալ։ Եվ մենք տեսնում ենք, որ Աստված մի քանի օրվա ընթացքում իր խոսքի միջոցով արարեց ու ստեղծեց եւ գրված է, որ Աստված ավարտեց երկնքի ու երկրի զարդերը իր խոսքի միջոցով։ Ուզում եմ տեսնենք, որ Աստված որոշեց երկինքն ու երկիրը եւ երևացողները եւ չերևացողները, Եբրայեցիների 11:3-ն ասում է. հավատքով ենք իմանում, որ աշխարհքները Աստծո խոսքով հաստատվեցան եւ չերևացողները տեսնողների պես եղան։ Մենք հավատքով ենք իմանում, որ Աստված ամեն բան ստեղծել է իր խոսքի միջոցով։ Խոսքը Աստծո մեթոդն է, խոսքը Աստծո գործիքն է, որի միջոցով նա գործում է։ Եվ նա ավարտին հասցրեց երկնքի ու երկրի զարդերը։ Փաստորեն Աստված ամեն ինչ որ տեսնում ենք երկրի վրա, նա ստեղծել է իր խոսքի։ Ես հավատում եմ, որ այսօրվա պաշտամունքի ծառայության միջոցով մենք մի փոքր, ես չեմ ասում ամբողջությամբ, բայց որոշակի մի փոքր գիտություն կամ տեղեկություն կամ խորը հայտնություն կունենանք այն մասին, թե ինչքան կարևոր է խոսքը։ Ինչ եմ ես նաև այսօր անդրադարձել խոսքին, գիտեք, խոսքը այնքան կարևոր է, որ այն կարող է եւ կառուցել, եւ խոսքը կարող է քանդել։ Երկիրը, քանի որ ստեղծվել է խոսքով, նշանակում է խոսքը ազդեցություն ունի երկրի վրա։ Խոսքը մեծ փոփոխություն եւ մեծ ազդեցություն է բերում երկրի վրա։ Գիտեք, պատերազմները իրանց հետևանքներն են թողում։ Աղետներ իրանց հետևանքներն են թողում։ Ամեն չարիք երկրի վրա, որ տեղի է ունենում, իր հետևանքն է թողում։ Բայց ոչ մեկ կամ քչերն ասեմ, այդքան էլ ուշադրություն չեն դարձնում խոսքի հետևանքին։ Գիտեք, ինչքան մեծ չարիքներ է բերում երկրի մեջ, կյանքերի մեջ, ընտանիքների մեջ խոսքը։ Ասեմ, մեծ չարիքներ է բերում խոսքը, սակայն դրա մասին չի խոսացվում, լուրերով դրա մասին չեն խոսում, երկիրը եւ պետությունը օրենքներ չի սահմանում, որպեսզի նրանք, ովքեր սխալ են խոսում կամ չար բաներ են խոսում, կանգնեցնեն, չկան տուգանքներ նրանց համար, ովքեր վատ են խոսում, բայց խոսքը այնքան մեծ չարիքներ է գործում երկրի վրա, էլ ասելու չի։ Խոսքը կործանել է ընտանիքներ, խոսքը կործանել է հասարակություն, ժողովուրդ, այնպիսի չարիք է անում խոսքը, որ էլ ասելու չի։ Սակայն կրկնում եմ, խոսքին այդքան էլ մարդիկ չեն անդրադառնում։ Թույլ տվեք հիշեցնեմ, Աստված ստեղծեց ամեն ինչ իր խոսքով, եւ քանի որ ամեն բան ստեղծված էր խոսքով, նշանակում է, խոսքը մեծ ազդեցություն ունի երկրի վրա։ Աստված խոսում էր երկրի հետ, բնության հետ, կենդանության հետ, ամեն ինչ խոսեց միջև այն պահ Աստված, երբ որ ստեղծեց մարդուն։ Երբ որ Աստված ստեղծեց մարդուն, այդ օրվանից սկսած նա այլևս ոչ թե խոսում էր բնության հետ, երկրի հետ նա այլևս չէր խոսում, նա սկսեց արդեն խոսել մարդու հետ։ Արդեն Աստծո գործը մարդու հետ էր։ Աստված ավարտեց երկիրը, զարդարեց եւ տվեց մարդուն, այլևս երկրի վրա պետք է խոսար մարդը, այլևս երկրի վրա պիտի գործեր մարդը։ Եվ մարդը պետք է լսեն Աստծո ձայնը, վերցնեն Աստծուց եւ փոխանցեր երկրի վրա։ Թող այսօրվա ծառայություն, այսօրվա լայվի պաշտամունքն ու ծառայություն նպաստի նրան, որ մենք զգույշ լինենք մեր խոսքին եւ մեր ասելիքներին։ Գիտեք, հայ ազգը քրիստոնյա ազգ ենք։ Եթե մեր երկիրը հատկապես, ես ասում եմ հավատացյալ ժողովուրդ, այսօր ես ձեզ ինձ ու քեզ քաջալերում եմ, երբ որ ամեն առավոտ զարթնենք, մեր առաջի բանը սա լինի, այո, փառաբանենք Աստծուն, այո, շնորհակալություն հայտնենք Աստծուն, բայց մեր հաջորդ անելիքը սա լինի. օրհնություններ խոսանք երկրի համար, օրհնություններ խոսանք մեր ազգի համար, օրհնություն խոսանք մեր ընտանիքի համար, պարզապես բարի բան խոսանք եւ օրհնենք։ Պատկերացրեք հավատացյալ ժողովուրդը, տասնյակ հազարավոր հավատացյալ հայ ժողովուրդը զարթնի եւ ամեն օր օրհնի։ Ինչի եմ ասում, որովհետեւ մեր երկրի մեջ ամեն օր գիշեր ու ցերեկ այնքան մարդիկ են չարիք խոսում, համացանցը լցված է չար խոսքերով, կոմենտները լցված է չար խոսքերով, մարդիկ ան առավոտի դիրիկում, փողոցում, շենքերում, բակերում խոսում են չարիք, խոսում են վատ բաներ եւ չարիք են բերում երկրի վրա։ Խոսքով եթե ստեղծվել է աշխարհը,
ասում եմ ձեզ խոսքով էլ հնարավոր է քանդել սեներ։ Խոսքը եթե զորություն ունի կառուցելու, նշանակում է խոսքը նաև զորություն ունի այն քանդելու սեներ։ Եկեք նայենք Աստծո խոսքին սեներ։ Հովանու 1:3 ասում է ամեն բան նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ։ Սկզբումն էր, եկեք սկզբից կարդամ այդ խոսքը, Հովանու 1:1-3-ը։ Սկզբումն էր բանը եւ բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր։ Նա սկզբում Աստծո մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ։ Այսինքն ամեն բան եղավ խոսքով եւ առանց խոսքի ոչ մի բան չեղավ երկիրը։ Այսօր էլ ինչ էլ որ ուզում ենք, գիտեք, այն ինչ որ չի անի Աստծո խոսքը, ուրիշ ոչ մի բան չի կարող անել։ Այն ինչ որ չի կարող ստեղծել Աստծո խոսքը, դա նշանակում ուրիշ ոչ մի կերպով հնարավոր չի։ Կամ բաներ, որ միայն հնարավոր է ստեղծել ու արարել միայն Աստծո խոսքի միջոցով։ Աստծո խոսքը գերբնական է եւ իրական է սերեր։ Եվ այսօր են Աստված երկրի վրա նորից, երբ որ ուզում է գործ անի սերեր, նա ուղարկում է խոսք եւ իր խոսքը ուղարկում է մարդկանց սերեր։ Աստծո խոսքը ասում է եւ Աստված հայտնվում էր Սամվելին եւ նա հայտնվում էր Սամվելին իր խոսքով սերեր։ Այսօր էլ մեզ, երբ որ Տերը խոսում է, ինչ որ մի բան անում է, նա իր խոսքն է բերում, նա իր խոսքն է փոխանցում։ Եկեք նայենք մի շատ պարզ օրինակ են բերում, աշակերտները ամբողջ գիշեր չարչարվել են եւ ոչինչ չէին բռնել։ Նրանք ամեն ինչ ճիշտ էին արել։ Նրանք ճիշտ ժամանակին էին գնացել որսի, նրանք կարծես թե ամեն ինչ ճիշտ էին արել, բայց ոչինչ չէին որսացել եւ նրանց կարիքը մնում էր ձուկը, նրանք ձուկ չէին բռնել սերեր։ Հայտնվում է Հիսուսը եւ նրանց խոսք է ասում. ձեր նավերը խորքը տարեք եւ ուրկանը գցեք։ Այս խոսքը պատճառ է դառնում, մի պարզ խոսք, որ նրանք ունենան այդ ձուկ։ Գիտեք, Հիսուսը ձուկ չի տալի նրանց, բայց Հիսուսը տալիս է մի խոսք, երբ որ նրանք հնազանդում են։ Պետրոսն ասում է քո ասացի պես կանենք։ Երբ որ նրանք անում են Հիսուսի ասացի պես, հաջողում են։ Նրանք չեն հաջողվում իրենց փորձառության պատճառով, նրանք չեն հաջողվում իրենց հմտության կամ տարիների փորձի պատճառով, նրանք հաջողվում են մի պարզ պատճառով, Աստծո խոսքի պատճառով սերեր։ Աստծո խոսքը մեծ, պարզ հնչած խոսք էր։ Սրանով Հիսուս ուզում էր ցույց տալ, որ եթե իմ ձայնի լսեք, դուք անպայման պիտի հաջողվեք սերեր։ Լավ, եկեք շարունակենք սերեր, նայենք Աստծո խոսքը։ Ինչ է նշանակում Աստծո խոսքը։ Գիտեք, մի փոքր այսպես ասեմ, Աստծո խոսքը հենց ինքը Աստված է, որտեղ Աստված իր խոսքի միջոցով հայտնվում է իր կամքը, Աստված իր խոսքի միջոցով հայտնում է իր ծրագիրը, Աստված իր խոսքի միջոցով հայտնվում է նաև մեզ իր բնավորությունը, իր էությունը սեներ։ Նա իր խոսքի միջոցով կարողանում է մարդուն փոխանցել իր մասին, թե ինքը ով է սերեր։ Եվ եկեք նայենք Աստծո խոսքից մի քանի բաներ։ Ես սա խոսում եմ Աստծո խոսքի զորության կարևորության մասին։ Եվ հետարքերը որ Աստված խոսելու կարողություն տվեց նաև մարդուն սերեր։ Մարդը նույնպես երկրի վրա է ապրում եւ մարդը նույնպես խոսում է երկրի վրա։ Եվ հետարքերը որ Աստված ասում է նույնպես մարդուն է սովորացնում, Աստվածաշունչը լիքը բազմիցս տեղեր եւ հատվածներ սովորացնում է մարդուն, որ իր լեզուն, որ իր խոսքը ճիշտ օգտագործի։ Այնքան զարմանալի է այս խոսքը Առակաց 18:20-21-ում ասում է մահը եւ կյանքը լեզվի ձեռքին են։ Ես շեշտադրեցի Աստծո խոսքի մասին, նրա զորության մասին, նրա գործող զորության մասին, որն իր խոսքով գործում է, բայց ուզում եմ ուշադրություն դարձնենք մարդու խոսքի մասին։ Արդյոք մարդու խոսքը ինչ ազդեցություն կարա թողի երկրի վրա սեներ։ Աստվածաշունչը շատ է խոսում մարդու լեզուն ճիշտ օգտագործելու մասին, ինչի համար, որովհետև այս երկիրը ինչ որ մենք տեսնում ենք արձագանքում է խոսքին սեներ։ Աստված խոսում է, թողում է հետևանք, մարդու խոսքն էլ է թողում երկրի վրա հետևանք։ Դրա համար Աստված ուզում է, որ մարդը ուշադրություն դարձնի իր խոսքին, իր ասածներին։ Ես կարող եմ ամեն ինչ ճիշտ անել, բայց եթե ես ճիշտ չխոսեմ, ես կարող եմ բիզնեսը շատ լավ կազմակերպել, բայց եթե ես ճիշտ բաներ չխոսեմ, հենց իմ ասած խոսքերն էլ պատճառ կդառնան, որ ես քանդեմ այն ինչ որ իմ ձեռքերովս կարող եմ սարքել, բայց ես խոսքերով կարող եմ քանդել սերեր։ Ես համարներ կկարդամ, որ ցույց է տալի բաներ, որ խոսքը ինչքան վտանգավոր կարող է լինել, եթե մարդը իր լեզուն եւ իր խոսքը ճիշտ չօգտագործի սերեր։ Առակաց 18:20-21-ն եմ ուզում կարդամ սերեր։ Առակաց 18:20-21-ը մարդու բերանի պտղիցը նրա փորը կկշտանա։ Հետարքիրա շատ զարմանալի համար ասում, հա, որ կշտանում է մարդը
իր բերանի պտղից, այսինքն իր խոսքը ինչքան կարևոր է, նա կհագենա իր շրթունքների արդյունքից։ Եվ շարունակություն այս համարի ասում է. մահը ու կյանքը լեզվի ձեռքին են, եւ նրան սիրողները կուտեն նրա պտուղը։ Մահը եւ կյանքը Աստված դրել է լեզվի ձեռքին։ Հետարքիր եւ շատ զարմանալի մի բան է սեներ։ Փաստորեն ինչքան լուրջ բան է խոսքը, լեզուն, որ Աստված դրել է սեներ։ Գիտեք, այնինչ որ Հիսուս ասել է երկրի վրա, ոչ թե երկնքում, այլ երկրի վրա։ Այնինչ որ ասել է Աստված երկնքում, մենք չգիտենք, բայց այնինչ որ Հիսուս ասել է երկրի վրա, այդ խոսքերը միջև հիմա իր ազդեցությունը եւ իր հետևանքը թողում են երկրի վրա սեներ։ Հիսուս ինչ որ աղոթեց, Հիսուս ինչ որ խոսեց երկրի վրա, ժամանակներն անցել են, բայց նրա խոսքը մնացել է երկրի վրա։ Սիրելիներ, ուշադրություն պետք է դարձնենք մենք էլ, ինչ խոսք ենք թողում ժառանգություն մեր սերունդերին, ինչ խոսք ենք թողում մեր ընտանիքին, ինչ խոսք ենք թողում մեր կնոջը, մեր երեխաներին, մեր շուրջը, ինչ խոսք ենք թողում, որտեղ մենք կթողենք այդ խոսքը սեներ։ Խոսքը դուրս եկավ, ինքը գնում է, ինքը մնում է, եւ թույլ տվեք կրկնեմ նորից, խոսքը հետևանք է թողում։ Այս երկիրը, որ ստեղծված է խոսքով, արձագանքում է խոսքին սեներ։ Եվ հաջորդ համարն եմ ուզում կարդամ։ Առակաց 18:7-ը. Անմիտի բերանը նրան կործանում է, իսկ նրա շրթունքները որոգայթ են իր անձի համար։ Առակաց 12:14 ասում է. իր բերանի պտղիցը մարդը բարիքներով կկշտանա, մարդու ձեռքի գործերի հատուցումը կվերադառնա դրան։ Եվ ուզում եմ շատ կարևոր համար կարդամ սեներ։ Ժողովող 5:6-ը. թող մի տուր բերանիդ, որ մարմնիդ մեղանչել տա։ Մեկ ուրիշտեղ ես նայում եմ կործանել տա, այսինքն թույլ տվեցիր մարմնիդ, բերանիդ եթե թույլ տաս, այն մարմինը կտանի ապականության մեջ։ Եվ Աստծո պատգամավորի առաջին մի ասիր, թե սխալմունք եղավ, ինչու համար Աստված բարկանա քո խոսքի համար եւ քո ձեռքի գործ ծավերը։ Այսինքն դու կարող ես ձեռքով գործել, ինչպես քիչ առաջ ասացի, բայց սխալ բաներ խոսես եւ այդ քո սխալ խոսքերը կործանի այն ինչ որ քո ձեռքերը կառուցել են սեներ։ Եկեք շարունակենք սեներ։ Ուզում եմ մի այսպիսի հատվածից խոսամ։ Հետարքիր է, որ Ծննդոց գրքի առաջի երրորդ գլխի մեջ մի շատ պարզ պատմություն կա, որ բոլորը սրա մասին գիտենք։ Աստված մարդուն երկու կարևոր հարց տվեց։ Կարծես առաջի հարցը երբևէ, որ Աստված տվեց մարդուն, սա էր. Ուր ես Ադամ։ Եվ երկրորդ հարցը սա էր. քեզ ով ասեց, թե դու մերկ ես։ Առաջի հարցը շատ զարմանալի էր, հետարքիր Ադամը ընդեղ էր, բայց միևնույն Աստված եկավ Ադամին ասեց ուր ես Ադամ։ Փաստորեն Ադամը իր տեղում չէր։ Ինչ որ բան էր տեղի ունեցել Ադամի հետ, նրա պատճառով, որ ինքը ինչ որ սխալ բան էր լսել։ Լսածները, սխալ ձայնը, այնպիսի մեծ ազդեցություն էր թողել Ադամի վրա, որ Ադամը կորցրել էր իր տեղը սեներ։ Նա լսել էր կնոջը, կինը լսել էր օծին։ Գրված է, որ Եվան տեսավ ծառի պտուղը, դա նույն ծառն էր, տարիներ նույն ծառներ, նույն պտուղներ, նա միշտ տեսել էր այնտեղ դրված էր։ Բայց երբ որ օծը խոսած, ասում է Եվան նայեց եւ տեսավ, որ ծառը հաճելի է։ Հետարքիր այդ նույն ծառն էր, բայց ինչ որ բան տեղի ունեցավ ծառի հետ, երբ որ օծը նրա հետ խոսած։ Խոսքը մարդուր այնպիսի ազդեցություն է թողում սեներ, որ սկսում է իր ընկալումները փոխվել, իր աշխարհայացքը փոխվել։ Ամեն ինչ սկսում է, գիտեք, սխալ խոսքը սխալ հավատք է կառուցում։ Չարությունները սխալ խոսքերի հետևանք են։ Ինչքան մարդիկ են սխալ բաների հավատացել, ձախողումների են գնացել, հիմար քայլերի են գնացել, որովհետև հավատացել են իրենց լսածների, սխալ բաներ են լսել, եւ այդ սխալ լսածները իրենց վրա հետևանք եւ ազդեցություն է թողեցել։ Առաջի հարցը Ադամի սա էր. ուր ես Ադամ, այսինքն ինչ եղավ, ինչու դու քո տեղում չես։ Եվ երկրորդ հարցի մեջ Աստված բացահայտում է պատճառը, ինչի ինքը իր տեղում չի, եւ ասում է Ադամ, քեզ ով ասեց, թե դու մերկ ես։ Հիմա ուզում եմ այս խոսքը ասեմ սեներ։ Մենք կառուցված ենք, մենք մեր, ասենց ասեմ, մեր եսը, մեր ներսը, մեր ներաշխարը, մենք այնքան շատ ենք կրում խոսքի հետևանք եւ արդյունք մեր կյանքի մեջ է։ Գիտեք, քաջությունը խոսքի հետևանք է, ամաչկոտությունը խոսքի հետևանք է։ Գիտեք, սովորությունները խոսքի հետևանք են։ Բնավորություններ կա մեր մեջ ձևավորված, կոմպլեքսներ կա մեր մեջ ձևավորված, դրանք բոլորը լսածի հետևանք եւ արդյունք է։ Դա կապված է նրանց թե մարդը ինչ է լսել,
Նրա լսածները ինչով են հագեցել, ինչով են լցվել իրան ներսը, ինչերա լսել էս մարդը։ Դրա համար Աստված ասեց. Ադամ, ով ասեց քեզ, թե դու մերկ ես։ Այս նույն խոսքը Աստված մարդուն ասում է, քեզ ով ասեց, թե դա քո մոտ չի հաջողվի։ Քեզ ով ասեց, թե դու հոգևոր չես կարող։ Գիտեք ինչքան մարդիկ են հավատում, որ հոգևոր չեն կարող լինեն։ Ինչքան մարդիկ վստահ հավատում են, որ չեն կարող սուրբ լինեն։ Սա սխալ հավատք է, բայց մարդը հավատում է ինչի, որովհետև ինչ որ հավատք է ձևավորվել իր մեջ իր լսածների պատճառով։ Իր մի քանի ընկերոջ կարծիքի պատճառով, իր ծանոթի տեսակետի պատճառով, իր մեջ էլ է հավատք ձևավորվել, որ ինչ չի կարող սուրբ լինել։ Դա հավատք է, բայց սխալ հավատք։ Բայց որտեղից է հավատքը կառուցվել իր մեջ, իր լսածների արդյունք։ Գիտեք, մեր լսածները կառուցում են մեզ սեներ։ Եվ ճիշտ նույն ձևի մեր խոսացածներն էլ կառուցում են եւ սարքում են մեր շուրջը, մեր կողքերը սեներ։ Ինչ ենք մենք խոսում, դա էլ մենք կառուցում ենք մեր շուրջը եւ մեր կողքը սեներ։ Ճիշտ բաներ խոսենք, սկսում ենք ճիշտ բաներ կառուցել մեր շուրջը սեներ։ Եվ ճիշտ նույն ձևի թույլ տվեցինք սխալ բաներ լսել շարունակական, դրանք էլ սկսում են կառուցել մեզ սեներ։ Ում ես թույլ տալիս, որ քո կյանքի համար խոսի։ Ինչ ենք մենք ասում մարդուն լսի Աստծո խոսքը, որ լսի Աստծո տեսանկյունը իր համար։ Ինչ ենք ասում կարդա Աստվածաշունչ, արի եկեղեցի լսի падգամը եւ խոսք ինչի, որ դու լսես ճիշտ բաներ քո անձի հետ կապած, քո կյանքի, որտեղ Աստված ծրագիր ունի։ Աշխարհն էլ, չարն էլ, սատանան էլ ծրագիր ունի, բայց Աստված ուզում է լսես իր տեսանկյունը, նա է ստեղծել, նա է հեղինակը, լսես իր կարծիքը, իր տեսանկյունը։ Այսօր Աստված նույն ձևի մարդուն ասում է. քեզ ով ասեց, թե դու ձախողակ ես։ Քեզ ով ասեց, թե դա քո մոտ չի ստացվելու։ Քեզ ով ասեց, թե քո ընտանիքը չի միավորվելու։ Որտեղից ես վերցրել, թե դա քո մոտ չի ստացվելու։ Որտեղից ես վերցրել, որ այդ մեղքից չես ազատվելու։ Քեզ ով ասեց, թե այդ հիվանդությունից դու չես կարողանալու ազատվել։ Որտեղից քեզ այդ տեսանկյունը, որ ինձանից չի։ Որտեղից քեզ այդ ընկալումը, որ Աստվածաշնչից չի։ Չէ որ ես դա չեմ փոխանցել, չէ որ դա ես չեմ կտակե քեզ։ Դա ինձանից փոխանցված չի։ Դու մի այլ ուրիշ աղբյուրի ես տերապետում, որ ինձանից չի։ Դու քո լսածները կառուցել են քեզ, բայց դա ինձանից չի եկել։ Ում ես թույլ տալիս, որ քո կյանքի համար խոսա, դրանք էլ կառուցում են քո ներաշխարը։ Պարտությունը լսածների հետևանք է։ Ձախողումները լսածների հետևանք է, որտեղ կառուցել են մարդու կյանքն ու ներաշխարը։ Ադամ, քեզ ով ասեց, թե դու մերկ ես։ Լուսինե, քեզ ով ասեց, թե դուք չեք միավորվի։ Այսինչ քեզ ով ասեց, թե քո երեխաների կյանքում այսպես չլինի, որտեղից այդ պարտության միտքը, այդ վախը, այդ տագնապը, ով ասեց քեզ, որ դու չես բժշկվի, չէ որ ես այդպեսի բան չեմ ասել, դու ինչու ես հավատում ավելի, որ դու այդպես էլ այդ հիվանդության մեջ կմնաս, որտեղից քեզ այս տեսանկյունը։ Սատանայի խոսքը, տեսանկյունը աշխարհընկալում է ստեղծում մարդու մեջ, հավատք է կառուցում, նույնիսկ սովորություն։ Գիտեք, Ադամը թաքնվել էր։ Ադամը Աստծո երեսից թաքնել, նա գործողության էր դիմել իր լսածների պատճառով, իր զգացածների պատճառով, բայց այդ կարգավիճակի մեջ Աստված չէր դրել իր ասելեր։ Ում ենք թույլ տալիս, որ խոսի մեր կյանքի համար սիրել։ Դա ինքան կարող է։ Թույլ ենք տալի Աստված խոսի, նրա ազդեցությունը կրում։ Դրա համար մարդը գալով Աստվածաշունչը կարդալով, շարունակական թույլ տալով, որ Աստված խոսի, մտքով նորոգվում է, լսում է Աստծո խոսքը եւ սկսում է մարդու կյանքը նորոգվել, սկսում է հավատալ, բայց այս անգամ ճիշտ բաների, սկսում է վստահել, բայց այս անգամ Աստծուն, սկսում է հաջողվելուն ավելի հավատալ, սկսում է լավ բաներին, դրական է սկսում տրամադրվել ինչի համար, որտեղ սկսում է իր մեջ առողջ եւ ճիշտ բաների նկատմամբ հավատք ավելանալ Աստծո խոսքի հիմքի վրա սիրել։ Թող Աստված օրհնի եւ զորացնի ամեն մեկիդ։